Այսպիսի գեղեցիկ ծաղիկներով ծաղկունք եմ բերել ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Թող բոլորիս օրը լինի ուրախ, խաղաղ և օգնված։ Թող այս արևը բոլորիս հոգիները ջերմացնի։ Սիրելիներս, ես իմ կոֆեն արդեն դրել եմ։ Դուք էլ դրեք, միացեք տիկին Մարինեին, միասին մեր առավոտվա կոֆեն վայելենք, հետո կանցնենք գործի։ Այսօր առավոտյան դրսում չեմ խմել կոֆեն, որովհետև որդիս գործով տեղ գնաց, սիրելիներս, մենակ էլ չցանկացա դրսում նստել, որովհետև ներսում այսօր շատ գործ ունեմ։ Որոշեցի ձեզ հետ կոֆեն վայելեմ, համ գործս կանեմ, համ էլ մի փոքր կզրուցենք։ Այսօր այսենց խառը գործերով եմ զբաղված։ Գնել էր որդիս կարմիր պղպեղ, կանանչին վերջացել էր, որ ես գիտեք, ես ասել եմ, որ կանանչին ձեռքով մշրում եմ, լցնում եմ փոքր ամանի մեջ, վերմիշիլ, մակարոն, մի փոքր այս խառը գործերից կվերջացնեմ, նոր կանցնեմ խոհանոց, ինչ եփելու հարցերը տեսնենք, ինչ ենք եփելու։ Նախքան սիրելիներս սկսելը ինչ եփելը և այս գործերը, ուզում եմ անսահման իմ շնորհակալությունը հայտնեմ բոլորիդ, անհատական, բոլորիցդ շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ, բարի խոսքերի համար և շոյված եմ ինձ զգում։ Արդեն սկսել ենք հողամասի գործերը։ Սիրով քիչ-քիչ տեղադրում եմ սիրելիներս, ծանոթացնում եմ մեր հողագործության աշխատանքների հետ։ Այս տարի որդիս և հարցս են կատարում, միշտ էլ արել են, լրիվ գործեր իրենք են անում և չեն թողնում ես անեմ։ Այսօր էլ մի տեսակ, գիտեք, գլխացավ, նորից շաքար, ճնշում, դրա համար դուրս չեկա, արդեն շատ շոգ է, առավոտ շուտ շատ շոգ էր, որ դուրս եկա, շատ շոգ էր։ Քանի կար ցրտին անձրև չէինք ուզում, հիմա էլ շոգ է, դժգոհում ենք։ Չենք դժգոհում, բայց շոգ է, որոշեցի ներսում խմել ձեզ հետ միասին կոֆեն և այս գործերը կատարել, երեկոյան ժամին նոր կիջնենք, կտեսնենք, թե այսօր ինչ են կատարում, ինչ գործ են անելու։ Սիրելիներս, դուք ինչպես եք, իմ թանկագին հետևորդներ ջան։ Ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք, առողջ լինեք, ում ծննդյան օրն է այսօր, սրտանց շնորհավորում եմ, ովքեր էլ հիվանդ են, Աստված առողջություն տա, բոլորիդ քաջ առողջություն եմ մաղթում։ Մեր կեշան էլ է խոսում, գիտեք, եթե չենք խոսում, լուռ նստած է, հենց սկսում ենք խոսել, հաց ուտել, սկսում է արդեն համ ճվճվալ, համ դայլայլել, համ էլ ծվծվոց է հանում։ Խմեցի, վերջացրեցի, սիրելի հետևորդներ ջան, հիմա սկսում եմ մակարոնները լցնել տարայի մեջ։ Այս սրանից է։ Ուղղակի պակետներով շատ տեղ է գրավում, ես ինչքան գնում եմ, միշտ տեղավորում եմ ամանների մեջ, սիրելիներս։ Պակետներով երբևիցե չեմ գնում։ Լցնում եմ ամանները, եթե շատ է, շատ մեծ ամանի մեջ եմ լցնում,
Եթե մի հատ է ամեն մեկից այսպես դատարկում եմ այս ամանների մեջ։ Հարմար եմ։ Տեսեք մեջը որ կար, սա մի հատ պակետ տանում է, բայց քանի որ մեջը կար արդեն այս մակարոնի, գեղեցիկ մակարոններ է, փոքր սրա մեծն է կա, լավ փլավ է լինում պատլիվով կամ մսով, սխտոր մածունով, ինչու չէ, ամեն տեսակի է լինում է։ Հիմա ես կավելացնեմ այս մակարոնին և չի խանգարի, ոչինչ, ասորտի կանեմ։ Բայց ես այստեղ ունեին իզուր լցրեցի։ Լավ, ոչինչ։ Սա է, ահա, այստեղ կլցնեմ, այս ամանի մեջ կլցնեմ։ Հիմա կասեք Տիկին Մարինե, թող էսպես մնա, ուղղակի սրանք որ ունենք մի դարակի մեջ շարում ենք, գեղեցիկ է և շատ ակուրատնի է լինում, սիրելի հետևորդներ ջան։ Դանակ պետք է բերեի, դանակով հեշտ կլինի։ Այստեղ ունեինք, ոչինչ լավ, էդ է խառը։ Խառը կլցնեմ։ Խառը չեմ լցնի, հեսա, երեսից այսպես կվեցնեմ, սա նույն մակարոնն է, այսպես կանեմ, ես էլ։ Ովքեր էլ են ինձպես անում, սիրելի հետևորդներ ջան, հլը մեկնաբանության բաժնում գրեք, դատարկում են։ Այս մակարոնները, սիրելիներս, լավ փլավ են լինում, որտև ձվով է սարքած հումքը, իսկ որ կամ բաց լինի, նրանք լխկվում են, իսկ սա չէ, այս տիպի մակարոնները ոչ, լավ լինում։ Այս երկուսը չեմ խառնելու, սենց եմ դնելու, տեղունից երկար դնում եմ, սրանք դնեմ, այստեղ այսպիսին ունեմ, հիմա, գործ եմ էլի ինձ ստեղծում, մի խոսքով, գազի վրա էլ դրել եմ հավի միս, որ շորվա պատրաստեմ, ձեզ հետ միասին։ Սա թող մնա արդեն աղբը
կլսնեմ։ Դա մեր վերնիշիլը կլսնեմ։ Բայց այնպես պետք է լսնեմ, որ չթափեմ։ Մանր է, շատ մանր, սրանք սուպերի ճաշերի համար լավ են։ Այսօր այս վերնիշիլով շորվա կպատրաստեմ, մի հատ համով շորվա։ Ձեզ հետ միասին։ Իսկ հիմա կարմիր պղպեղները ուզում եմ խառնել իրար։ Մեկ էլ որոշում եմ, ասեմ, թե չխառնեմ։ Չգիտեմ, երկու մտքի եմ։ Տեսնում եք, սրա գույնը տնական լավ կարմիր ընտիր պղպեղ է, որ Հայաստանից ենք բերել։ Իսկ սա որդիս այն օրը երևակայի չխառնեմ իրար։ Սա այստեղից է գնել, մի քիչ մուքոտ է, սխտոր եմ դրել, աղ եմ լցրել, տեսնում եք, մուքոտ է, չեմ ուզում խառնել, որտև չգիտեմ դեռ թե ինչ տակտեղ է, ինչ կարմիր աղացած բիբար է, հենց այսպես էլ կթողնեմ, ինչ կարծիքի եք սիրելիներս, ճիշտ եմ ես թե ոչ, այո, չեմ ուզում խառնել, հիմա այս փոքր ամաները լվացել եմ, լավ չորացնեմ և այս կարմիր պերեց մերեցը լցնեմ։ Սա հատիկավոր սովորական սև պղպեղ է, որ ես աղում եմ, հավանգով ծեծում եմ, մի հատ էլ աղում եմ և լցնում եմ ամանի մեջ, այստեղ ինչ է, դուշիստի է, սա առանձնացնեմ, դուշիստի է իրար հետ կդնեմ, այ ես է, չորնի պերեց, առանց աղալու, կլոր սև բիբար է։ Այսպես, սա այստեղ, սա էլ համեմունք է, для курицы индейки приправая։ Հիմա կլցնեմ և կգրեմ, սիրելի հետևորդներ ջան, կադրից դուրս կգրեմ մի փոքր, կկպցնեմ, որ իմանանք, չշփոթենք։ Ավելի լավ է ես գթալով լցնեմ, որ չթափվի։ Տնավարի էլի, տնավարի չէ, որ իրար հետ տնավարի ենք խոսում, տնավարի գործ ենք անում, ինչ կա տենց, որ ես իմ արտառոտ, ոյ, ինչ անուշ բույթ տվեց, շատ անուշ հոտ եկավ, սիրելիներս։ Այս դնեմ, որ գրեմ։ Հիմա ստեղ կլսնեմ մեր դուշիստի պերեցը, կամ էլ հենց երկուսը մեկ եմ անում, դուշիստի գրեմ դնեմ։ Գիտեք ինչ եմ ուզում անեմ, սիրելի հետևորդներ ջան, այս թղթից գրածը այս մի փոքր հատիկավորը, ոչ մի բան էլ չի լինի, ինչ ասեցիք, ճիշտ չեմ ասում, էլի գնամ, բերեմ, սկոչեմ, չգիտեմ ինչեր, մի անգամից հեշտ և հասարակ, վերջ, ես էլ ես, սպասեք սա էլ անեմ էլի,
Ոչ խիստ չեք դատի։ Ստեղ դնեմ։ Ուր է գրածը։ Սա էլ էսպես անեմ։ Լավ, սա մկրատով։ Առանձին դնեմ մկրատ բերեմ, եթե չկարողանամ։ Մի հատ էլ փորձեմ հələ։ Չէ, չի լինի։ Այստեղ ինչ ունենք։ Սա մեխակ է։ Թե եմ խմում մեխակով, սիրելիներս։ Չնայած հիմա մեր նանան արդեն կա, նանայով եմ խմում։ Սա է։ Գվազիկան արդեն իր հոտը ունի, կարիքը չկա, որ գրեմ։ Սրան արդեն գրած է, սրան դրեցի, այս պրիպրավան էլ հոտից կիմանանք, եթե չգրեմ էլ կիմանանք, մնաց ժելատինը, ժելատին, այս ամանի մեջ է ժելատին կլսնեմ, անունը կտրեցի, մի փոքր էլ կտրեմ, փոքրացնեմ, դնեմ ամանի մեջ, ժելատին, քանի որ մկրատը բերել եմ, սպասեք, սա էլ կտրեմ, պրիպրավայի անունն էլ կտրեմ, դնեմ, ահա, սիրելի հետևորդներ ջան, լցրեցի ամանների մեջ, ամեն ինչը տեղավորեցի, գեղեցիկ, հաճելի, և աչքին է հաճելի, և ակուրատնի է, վերցնելուն, որ պակետը բացում ես, կեսը թափում է, կեսը չգիտեմ ինչ, այսպես հարմար է, միշտ էլ այդպես եմ արել, սրանք էլ հենց այդպես թողնել եմ, սրանց տեղում ենք, սպագետիներին, իսկ հիմա հավաքեմ, տեղավորեմ դարակում, անցնեմ գազօջախի մոտ, հավի միսը արդեն պատրաստ է, պատրաստելու եմ հավի մսով, մանր այս մանր վերմիշիլով, շորվա, մեջն էլ ձու եմ ջարդելու, թարմը, կանանչիով, պղպեղով, դե անցնեմ գործի։ Սիրելիներս, գազօջախի վրա դրել եմ կաթսան, մեջը դրել եմ մի կտոր կարակ, գազօջախը վառեմ, մինչ մարմանդ կրակի վրա կարագը կհալվի, մաքրել եմ մի գլուխ սոխ, հիմա կտրատում եմ մանր սոխը։ Սիրով սիրելիներս ցույց տվեց ինչպես դասավորեցի ամանների մեջ մակարոն, վերմիշիլ և դարակները մաքրեցի, դասավորեցի, պլպլացրեցի, հիմա էլ անցել եմ ճաշը պատրաստելու։ Սիրելիներս, ես մեծ սիրով ձեզ ցույց եմ տալի մեր առօրյան, թե մենք ինչով ենք զբաղվում, եթե հավանում եք, բաժանորդագրվեք, հավանեք, լայքեք, տարածեք, որպեսզի ալիքը էլ ավելի բարձրանա, նախապես բոլորիցդ շատ շնորհակալ եմ, սոխը մանրացրեցի, վերջացրեցի, կարագն էլ հալվել է, հալված կարագին ավելացնում եմ մանրացրած մանր սոխը, սոխը կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, կթողնեմ, որպեսզի թուլանա և կարմրի, նոր կշարունակեմ մնացած գործողությունը։ Սոխը արդեն պատրաստ է, կարմրած է, դարձել է ոսկե գույն։ Մի հատ լավ խառնեմ, որ ավելացնեմ
կարմիր աղացած պղպեղ, 1 ճաշի գթալ եմ ավելացնում եմ 1 ճաշի լիքը գթալ տոմատի մածուկ, ասեմ, որ այս անգամվա գնված տոմատի մածուկը ոնց որ հայկական տնական տոմատի մածուկ լինի, այնքան համեղ է սիրելիներս, մի փոքր էլ մսաջուր եմ ավելացնում, գթալը մաքրելու համար, հիմա մի լավ խառնեմ, տոմատը, սոխը և կարմիր պղպեղը խառնվեն իրար, մի փոքր էլ ավելացնեմ մսաջուր, նոր կավելացնեմ չորացրած ռեհանը և ցիտրոնը, նորից կխառնեմ, բերանը ծածկեմ, մի 2 րոպե հենց սկսի եռալ, նոր կավելացնեմ մնացած բաղադրիչները, սոխ առածը արդեն պատրաստ է, տեսեք ինչ լավ ստացվեց կարմիր գույնով, ընտիր սոխ առած, հիմա կողքերն էլ կացա այսինչ մաքրեմ, նորից խառնեմ, ավելացնեմ նախապես լվացած մանր կտրտած կարտոֆիլը, հիմա կարտոֆիլի վրա լցնում եմ մաղով քամված մսի արգանակը, մի փոքր էլ բաժակի մեջ է մնացել, սա էլ ավելացնեմ, խառնեմ, կացայի բերանը փակեմ, թող կարտոֆիլը լավ եփի, բավականին ժամանակ եռում է ճաշը, սիրելի հետևորդներ, կարտոֆիլը լավ եփել արդեն, հիմա ուզում եմ ավելացնել 1 կտոր կարմիր պղպեղ թարմը, 2 կտոր էլ կանաչ, քանի որ միսը եփված է և վերմիշիլը շուտ է եփում, հիմա պղպեղները գցեցի, թող մի հատ եռա, հիմա էլ կմանրացնեմ, թարմը սամիտ և համել է, մեր ճաշին ավելացնում եմ նախապես եփված հավի միսը, շատ չեմ եփե հավի միսը սիրելիներս, հենց եռացել է, փրփուրը հավաքել եմ, աղ եմ գցել և անջատել եմ, հիմա մի 2 րոպե էլ այսպես ճաշի մեջ կեռա, նոր արդեն վերմիշիլը կավելացնեմ, հիմա ավելացնում եմ, սա փակեմ, մանրացրած թարմը սամիտը և համելը, մի փոքր թող կանաչին միսը և կարտոֆիլը եփի, խառնեմ, նոր արդեն վերջում վերմիշիլն ու ձուն կավելացնեմ, հիմա ուզում եմ համտեսել աղը, տեսնեմ եթե պակաս է ավելացնեմ, անուշ բուրմունք է տարածվել, մեր խոհանոցում էլ ասելու չէ, շատ անուշ բուրմունք, մի փոքր աղ պետք է ավելացնեմ, ալանի է, սա բավական է, փոքր ցածրացնեմ գազը, ավելացնում եմ 2 ձու, սա 1, սա էլ 2, լացնեմ նաև վերմիշիլը մանր շատ քիչ,
Մի փոքր խառնեմ, տակունու վրա չեմ անում, ուղղակի վերմիշիլը մի փոքր խառնեմ, բերանը ծածկեմ, մինչև կերկեմ։ Սիրելիներս, թարմը կանաչիներով, պղպեղով, հավի մսով, վերմիշիլով համեղ ճաշը պատրաստ է։ Տեսեք ինչ ախորժելի տեսք ունի, էլ բույրի մասին չեմ խոսում։ Անուշ համով ճաշ պատրաստեցի, շորվա։ Իսկ հիմա գնանք դուրս, տեսնենք մենք պատվեր ունենք, եկել է մեր պատվերը։ 140 կիլո։ Ծաղները վես մանիկ։ Այդպես դրեկողը ոչինչ։ Թուշուշա չի։ Չէ, սպիտակ ասա։ Սիրելիներս, հարսս օզոնով պատվիրել էր ննջասենյակի մեբել։ Երբ որ տեղադրենք, ձեզ սիրով ցույց կտամ։ Իարդատա, հա։ Նիշու։ Հա։ Մեբելը էլի փետա։ Դեսո չեմ հավաքի։ Մաբոյ չկացնա չեմ հավաքի, խաշեմ էսի խաշեմ։ Տոմատո։ Մերսի Հարութ ջան։ Սիրելիներս, դեռ էլը ունեն պատվիրած, սա մի մասն է եկել, երբ որ երկրորդ մասն էլ կգա, սիրով ցույց կտամ բոլորիդ։